Կազմը կմեծանա, կանանց քվոտա ենք ավելացրել, որ կանայք շատ ավելի շատ ներգրավված լինեն, էլի։ Դուք հավակնում եք վարչության նախագահի աշխատանքը։ Լսեք, անկեղծ չէ, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ է, էլի։ Ես չեմ ուզում, ես առանց այդ ծանրաբեռնված եմ, ինձ դժվար է հաճախ վարչության նիստերին մասնակցել։ Բացի ոչ մեկ իրավունք չունի հավակնել այն։ Բայց մենք ստեղծման օրվանից առնվազն 3 այլ տեխնատ բան ենք գնում։ Պապիկյանին մի բան դրեցիք, հետո Նիկոլ Փաշինյանը վտանգներ տեսավ, այդ էլ վերցրեց ձեռքը։ Չէ, չեմ կարծում, որ նման մտահոգություն կա եւ նման մտահոգություններ երբևիցե եղել է։ Ես ձեզ ասել եմ, ձեր մտածելակերպը մեզ համեմատել մնացած կուսակցությունների հետ մի քիչ սխալ է, մենք շատ բաց ենք եւ Արայիկ Հարությունյանն ա եղել մեր առաջի կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը եւ միշտ տեխնատուներ ենք ունենում։ Ես ձեզ ասեմ, վարչապետը ինքն է հրաժարվել այն դեպքերում, երբ որ ինքը չի եղել, ինքն է հրաժարվել եւ այս անգամ էլ երբ որ ես եմ իրան առաջադրել որպես վարչության նախագահ, այս ընտրություններից հետո վարչության, որը որ ինքը դարավ, ես ակնկալում էի, որ էլի հրաժարվել է եւ դրա համար մի հատ երկար տեքստ ասի, բայց այս անգամ համաձայնեց ու ես կարծում եմ այդ պատասխանատվությունը վերցնելը ճիշտ է։ Չգիտեմ, ինչը։ Այո, իհարկե առաջադրվել Լսի, երբևիցե դրա կարիքը չի եղել, որովհետև ակնհայտ է, չէ, ես ձեզ ասեմ ավելի շատ մարդ առաջադրել ամենամինիմալ բանն է, ամառային դպրոցի 100 տեղի համար 700 դիմորդ ունեմ արդեն ես, հիմա ասենք այդ ինչ բան է, չէ, չի կարելի։ Ինչպես եք պատրաստում զարդել։ Ինչքով ասում, որ վեհարանը պետք է զարդել։ Վեհարանը ինչքով ասում պետք է։ Ասում պիտի վեհարանից անել, վեհի եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զարդելու։ Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ-որ բան զարդում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք, Չէ, ուզում հասկանամ, հարցը, ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե վեհարանաս երբ եք զավթելու հարցը չէ։ Այո, ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, բայց ինչ են կարևոր զավթել ենք, այսինքն լավ, բարի։ Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է, որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաեւ կարծիքով իր դերակատարում ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է, գիտես ինչ Սահմանությունը գրած է, որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք, այդ ոնց է, սահմանության այն հոդվածը, որ ձեզ ձեռը տալիս։ Դուք չեք կարող կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել։ Բայց հələ սպասի, ինչ ես, բայց հələ սպասի, ես ինչ խումբ ուզենամ կարամ ստեղծեմ։ Այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք, ասեք մենք 3 հոգով հավաքվում եք, կամ մի հոգի ինտերնետա ձեռը են գնում, հայտարարում է, որ ինքը լրագրող է։ Ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել, որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում է այդ խնդրով զբաղվի։ Տեսեք, շատ կարևոր է։ Այդ մենք մշտապես խոսացել ենք, որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա, այդ կառույցը հիմնված է հավատի վրա։ Հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի, հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ, հռետորական հարց ունեմ ձեզ։ Արդյոք դուք sense համարցակ լրագրողներով, այսինքն խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին, այնուամենայնիվ երեխա ունի թե չունի։ Ես մի հարց եմ տալի։ Գնում եք, հարցնում եք, կարամ խոսեմ։ Գնում եք, հարցնում եք, ձեզ կներեք, ներողություն եմ խնդրում, լապշա են կախում եւ ասում են, գիտեք ինչ, այդ հարցերն են, որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ։ Հիմա ասենց լավերով, լրատվական դաշտի, համարներով, խելացիներով, մի հատ խնդրում եմ ձեզ, կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել, ինձ պետք չի, ես գիտեմ որ ունի։
եւ մեր հանրությանը ներկայացնել տեսեք, եթե եթե գերակահարց չի, ուրեմն դա կմնա եւ կմարի, բայց այդ հարցը չի մարելու։ Ընդհակառակը 2010 սաղ աշխարհը գիտեմ ասել 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել կարամ խոսամ Էրիկա Անտատես։ Այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ, բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Իրանք իրար մեջից կընտրեն, ներողություն, քաղաքացիական պայմանագրի, Լուսինե, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը։ Այդ կաթողիկոսի չափանիշների, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում եւ ախր այդ իրանք չեն Լուսինե իրենք չեն դուք հասկանում եք իրանք խնդրեմը կայանում է նրանում որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին որ եկեղեցին իրանց բանն է դուքյանն է որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են ինչ հնարավոր է անել բայց երբ որ գալիս ասում ես գիտես ինչ եղբայր սա իմ հավատի չընդհատես եւս կվերջացնեմ որ երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա երբ որ որևիցե մեկին չեմ տա այդ կարգ ու կանոնը հերիք եղավ ինձ ընդհատեք ոնց բա ինչ պետք է անեմ ձեր դասատուն չեմ որ ձեր դասատունը լինի տենց չէի կանի եւ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է որ մտնում ես միտեղ որտեղից քեզնից փող են մուրում ես նկատի չունեմ այն մարդկանց ասեցի չընդհատես Երբ որ քեզնից գայս ասում են դե երկշախմբին էլ 50000 դրամ էլ պետք է երկշախմբին կա Սուս մի րոպե բանը սարկավագին էս ինչը ես եկեղեցին չեմ թիրախավորում ես եկեղեցին չեմ դուք ես ներողություն եմ խնդրում ես բարձրաստիճան պաշտոնյա եմ այո բարձր Երբ որ դու ինձ հարց ես տալիս դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում Դուք մի հատ հարց եմ տալիս Ես հավատացյալ մարդ եմ Իրանք էլ հավատի Հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել թե չեն կարող Այդ մարդիկ դա այնքանով է իմ գործ անի սպասի Եթե դա վերաբերվում է հավատին Եթե դա վերաբերվում է եւ ես կուսակրոն ինչ-որ մեկն եմ, այո, դա կարող է հանրության քննարկման հարց դառնալ։ Իհարկե, ինչ վերաբերում է, ես ինչ վերաբերում է, դա ոչ մեկին չի, դու մի ինչ այդ մակարդակին, դու այդ մակարդակին մի ինչ, դու դա քեզ չի վերաբերում, դա ոչ մեկին չի վերաբերում, ներսի, այո, որովհետև ես կուսակրոն չեմ։ Իմ անձնական կյանքը որևիցե մեկին Okay, մի ընտրինչ, Անիջան, չի կարելի նման բաներ խոսալ։ Քննարկել ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չի, որ լրագրողը ում է տա քնում, ումից փող ա վերցնում, չի կարելի։ Ես քեզ արգելում եմ, լսի անի, ուշադիր, հարգես, ուշադիր, ես բոլոր հարցազրույցներին պատրաստ եմ, բայց ես էլ ընտրության իրավունք ունեմ։ Ես քեզ արգելում եմ, ամենավատ ընդդիմադիրի, ամենավատ իմ ընդդիմախոսի, ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնել, դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ։ Մենք խոսում ենք այլ կառույցի մասին։ Այդ կառույցը հիմնված է հավատի եւ հարգանքի վրա։ Ես որևիցե մեկի տվյալներ չեմ հավատա, Անիջան, ես որևիցե մեկի ոչ շանտաժ անեի շուտվանից գնացած կլեն։ Որևիցե մեկը շանտաժ չի անում։ Որևիցե մեկը նման բան չէ, բայց դու չափդ իմացի։ Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այստեղ։ Ո՞վ է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, ներողություն չգիտի։ Իստված մեջ չէ, ես գիտեմ մեր մոտ ինչ-որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, սա ինչպես է մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումները կարծում եմ տեղին չի։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հաջող։ Սկելու եւ սկացնելու Ով էր սկում։ Դուք
Դուք ասաց պիտի լողան։ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ վերջացնում։ Բայց կարողացել է նախաձեռնի։ Իմ դեպքում պրոցեսը ազդել ժողովրդատերից ներս է կախացվել։ Ինչու՞մ դեպի տարբերեց այս անգամ Ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրենք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ-մեկ նենց նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել որից։ Ձեզ սա ինչ-որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի ինդիմատիվ ֆորմի մեջ։ Դե ոնց կարա քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասենք իսկի դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ այդ ինչ է։ Կավա վերջում այդ խաղի մասնակիցի դառնալ։ Անի ջան, սեփական չափանիշներով ես չափում, հերիք եղավ, բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո սեփական հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս ասենք։ Վարչապետի Բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է կրթվել է նորաձև շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը։ Սա մտահոգիչ չէ։ Տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Ես հայտնեցի։ Չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ պատասխան է տալիս։ Մամուլ չեք կարդում երեկվա Կհավատաս, արդեն շատ բաներ չեմ կարդում, որտեվ ես